Սիրելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք, շնորհակալ ենք, որ մեզ հետ եք։ Մենք ունենք շատ հրաշալի հյուր, առջևում դեռ երկար ձմեռ է, երբ երթևեկությունը դառնում է ավելի դժվար եւ վտանգավոր, ինչ հիմնական սխալներ են անում վարորդները եւ ընդհանրապես ինչպես խուսափել վթարներից ու գրագետ վարել մեքենան, կփորձենք պարզել երկրի թիվ 1 կին վարորդի հետ։ Գլխավոր ճանապարհ ավտոդպրոցի հիմնադիր տնօրեն, ավտոհրահանգիչ Սոնա Հախվերդյան, գեղեցկուի։ Բարի լույս, բարի առավոտ։ Նախ շնորհակալ ենք նվերների համար, Սոնան։ Ես շոյված եմ ուղղակի։ Բատարկաձեռն չէր եկել մեր մոտ, ես շատ հետաքրքիր սիրում կանխազարդում եմ մեքենաների հետ կապված, որը շուտով կհայտնվի իմ մեքենայում ծաղկի փնջներ Անահիտին։ Տարօրինակներ հակառակներ։ Սոնա հետ մենք ծանոթ ենք շատ վաղուց, Սոնան մեր լավ ընկերն է, մենք բազմիցս խոսել ենք երթևեկության հետ կապված տարբեր խնդիրների շուրջ, տարբեր հարցազրույցներ ունեցել ենք միասին, բայց հետաքրքիր գնալով ինչն է փոխում, նախ հասկանում ենք, որ օրեցօր մեր երթևեկությունը սարսափելի է դառնում, ֆակտորները շատ մեծ են, հա, այսինքն սկսած վարորդների սխալներից, վերջացրած կառավարության, այսինքն կողմից ընդունված այդ տարբեր փոփոխությունները, որ մենք դժվարությամբ ենք ընդունում, այդ երթևեկության նոր օրենքներ, կարգ եւ այլն, այսինքն այս sense մի հատ մեծ նյայի մեջ ենք բոլորով, հա։ Տեսեք, ամենամեծ խնդիրը նրանում է, որ մեր երկրի չափերը չեն փոխվում, բայց վարորդները գնալով շատանում են։ Դե արդեն ամեն ընտանիք մինիմալ 2 մեքենա ունի, գրեթե ամեն ընտանիք, ու բոլորը ուզում են վարեն։ Դե ճիշտ չէր լինի, որ հիմա չցանկանային վարել, մենք ավտոդպրոցներ ենք ներկայացնում ու փորձում ենք բոլորին գրագետ վարել սովորեցնել, ու մի քանի տարիների ընթացքում մոտակա տարիների ընթացքում, այսպես ասեմ, ռեալ փոփոխություն չենք էլ տեսնելու, քանի որ այս վարորդները դեռ նոր է, որ այսպես ուզում են գրագետ դառնալ։ Չէ՞ որ անցյալ ունենք, որտեղ ով պատահի, ինչպես պատահի ստանում էր այդ վկայականը ու մինչև այսօր էլ վարում է էլի նույն ձևով, այո։ Տեսեք, մենք մի մենտալիտետ ունենք, վարորդները բոլոր, գրեթե ամեն երկրորդ վարորդին, որ կանգնեցնենք, ինքը գիտի, որ իրանից լավ վարորդ դժվար երթևեկության մեջ երկրորդը լինի։ Դա է հիմնական խնդիրը, որ իրենք անգամ չեն փորձում հմտությունները ավելացնեն իրենց։ Այսինքն, եթե ես վարորդ եմ ու պատասխանատվություն եմ կրում բոլորի շատերի կյանքի համար, ես նաև պարտավոր եմ, չէ՞, ժամանակ առ ժամանակ աշխատեմ իմ հմտությունների վրա, փորձեմ ավելի, չգիտեմ, հմուտ դառնամ, գրագետ լինել, ինչի չէ։ Ուղղակի մեր երկրում, որ նշեցիք ձմեռը առջևում, մի քիչ երես ենք առել, որ ձմեռ չկա։ Հա, ու դրանից ելնելով վարորդները հարկ չեն գտնում անգամ ձմեռային անվադողերով երթևեկել։ Ես չեմ հասկանում, ինչի ամեն տարի երթևեկության մեջ կա, չգիտեմ, ամեն ինչ որ թաղամասում 10 վարորդ, ով չունի ձմեռային անվադող։ Չգիտեմ դա ինչի։ Իդեպ նոյեմբերի 15-ից հետո մինչ օրս 4000-ից ավել արձանագրություն է կազմել։ Այո, չգիտեմ, մինիմալ վարորդը ինքը իր հանդեպ պատասխանատվությունից սկսում է այդ բոլոր խնդիրները։ Եթե մենք ամեն մեկս իրոք միավորի վրա է դա դրված, եթե ամեն մեկս մեր համար, մեր անձի համար փորձենք պատասխանատվություն կրել, շատ արագ կփոխվի պատկերը։ Ուղղակի, չգիտեմ, ես եթե ամեն ինչ ճիշտ արել եմ, վարում եմ, կողքը մի վարորդ, որ ընդհանրապես պատասխանատվություն չունի, չի կրում, գալիս ու շղթայական վթարի պատճառ է դառնում։ Այսինքն ամեն միավորից է խնդիրը կախված։ Վարորդները հիմնականում վախենում են ձմռանը վարելուց։ Ինչն է ամենակարևորը, տեխնիկան թե հոգեբանական պատրաստվածությունը։ Եթե տեխնիկան տեղում է, հոգեբանականը միանշանակ տեղում է։ Ես շատ գիտեմ վարորդներ, ովքեր վարորդ են ուղղակի ասֆալտի վրա։ Իրանք տնից աշխատանքից տուն օրը 7-8 կիլոմետրի մեջ սահմանափակվում են, ձմռանը կանգնացնում են մեքենան։ Ես չեմ ուզում ստիպեմ իրենք սկսեն վարել, որովհետև միգուցե իրանք երթևեկության փրկությունը այդպես են տեսնում, որ ուղղակի իրանք դուրս չգան երթևեկություն այդ օրը։ Բայց լավ է որ տենց են անում։ Հա, շատ լավ է որ այդպես է։ Եթե ունեն այդ նույն բանը ինեկանք պատասխանատվություն ունեն, թող չվարեն ուղղակի այդ օրերին։ Եթե ասում մեր երկրում ձմեռ չկա ու վարորդները չեն էլ փորձում կատարելագործեն։ Օրինակ Ռուսաստանի բոլոր մարզերում գրեթե կան հատուկ հրապարակներ, որտեղ անցկացվում են հրահանգիչների կողմից այդ վերապատրաստումները մերկասառույցի պայմաններում բարձր արագությամբ տարբեր մանևրեր։ Բնականաբար դա մի անգամ անցնող վարորդը, իդեպ 2 տարուց սկսած վարորդը կարող է արդեն դա անցնել 2 տարվա փորձ ունենալուց հետո։ Դա անող վարորդը միանշանակ տարբերվելու է երթևեկության մեջ։ Ես ձեզ դա ասում եմ որպես ճիշտ է չոր եղանակին, բայց շատ լավ վերապատրաստում անցած մարդ երկրի սահմաններից դուրս։
Օրինակ, ինչքան մենք ասում ենք, դե Երևանում որպես այդպեսին ձմեռ չի անում, դե տենց ցուն չկա բան եւ այլն, բայց եկեք մի տարի հետ գնանք, եթե անցած տարի կհիշեք, լավ սարել էր, այո, քաղաքային տրանսպորտը, կաթվածահարերը, մեքենա, բոլորը այն որ քարացած մնացել էին ուղղակի։ Okay, շատ վարորդներ ցավոք սրտի երթևեկում էին այդ պահին համարային անվադողերով։ Okay, կար ոչ պատշաճ կատարած աշխատանք քաղաքապետարանի կողմից, բայց էլ ինչ խնդիրներ կային ու նույնը կարող է օրինակ լինել վաղը մեր մոտ Երևանում, հա, այսինքն առաջնային ինչին պատրաստ լինենք կամ ինչ պետք է իմանալ հենց նման իրավիճակում հայտնվելու դեպքում։ Տեսեք, այնպիսի բաներ եմ նշելու, ինչպես ձմռանը խուսափել վթարներից առհասարակ, այնպիսի բաներ եմ նշելու, որ գրեթե բոլոր իրավիճակներում դա է փրկությունը։ Այսինքն նախ ձմեռային անվադողերի մասին դա բազային բան է, խոսեցինք, նախ արագության կտրուկ իջեցումը։ Ես տեսնում եմ վարորդներ իրենց շատ հին մեքենաներով այն արագությամբ են անցնում, որ ես իմ շատ լավ մեքենայով չեմ գնում այդ արագությամբ։ Ձմեռը մասնավորապես։ Հետո շատ մոտ են վարում իրար։ Այսինքն եթե չոր ասֆալտին ունենք նաև այդ խնդիրը, որ շղթայական վթարները մոտ վարելուց են, հաշվարկ չկա ընդհանրապես ոչ մեկի գլխի մեջ, ինտուիտիվ այդպես այդ բանը ինչպես ստացվեց վարում են, դա երկու։ Պատրաստվածությունը, հմտությունը, տեխնիկան 3։ Եթե ես կարող եմ ինչ-որ նույն ճանապարհով, նույն արագությամբ ընթանալ առանց վթար, ինչ-որ մեկը հենց այդ նույն ճանապարհին նույն արագությամբ վթարվեց, ուրեմն արդեն վարորդների տարբերություն էր։ Էդ էլ առհասարակ 3։ Շատ դաժան էր ձեր նշած օրը անցյալ տարվա ու այսպես ասեմ նաև կարևոր ֆակտոր կա մեքենա ընտրելիս պետք է արդեն մտածեք այդ ամենի մասին։ Ուղղակի մեր երկրում ձմեռ չկա, էլի եմ նշում, շատերը ասում են դե լավ, ինչ է լինի, մի օրա ոչինչ կգնանք, կհասնենք ինչ-որ ձև միտեղ։ Օրինակ իմ մեքենան ամենագնացա ու ընդհանրապես չեմ մտածում ինչ որտեղ հմտություններս թողնենք մի կողմ։ Չեմ մտածում ինչ որտեղ, որ ինքը կարող է ինձ հուսախաբանել։ Այդ մեկ էլի ֆակտոր հերթական, չգիտեմ, արդեն էլեկտրոմոբիլները օրինակ, ժողովուրդ ջան, բոլորը մնացին վերելքների վերականգնած, հենց այդ օրը։ Ես շատ մարդիկ եմ իմ շրջապատում ճանաչում եմ մեքենան թողեցին։ Իհարկե։ Շատ մարդիկ գիտեմ իմ շրջապատում, որ 8-9 կիլոմետր հեռու թողեցին իրանց մեքենաները մի կերպ եկան տուն հասան։ Ես ամենագնաց էլեկտրոմոբիլների մասն է անգամ խոսքը, որոնք իհարկե չեն արդարացնելու։ Բայց գոյություն ունի այդ հայլի ասվածը, որ իմ կարծիքով ոչ ամենագնացը կապ ունի։ Այո, շատ դեպքերում ոչ անվադողերի որակ։ Բա լավ, այդ դեպքում ինչպես ես հասած ունետ օրը։ Դե նաև ընդհանրապես Opel ամենագնացով։ Բայց դե նաև դες դեպքում միգուցե անհնար պահեր կան միշտ, բայց ինչ որ ձև կարելի է դրանց խուսափել, ոչ թե վթարի տանել, այսպես սահելով գնաց 4-5 մեքենա իրար կծնես։ Չէ, մի քիչ չգիտեմ, ամեն մեկը արդեն իր անձի առաջ է այդ պատասխանատվությունը կրում։ Իսկ ինչ է պետք եւ անհրաժեշտ ձմռանը ամեն օր օրինակ մեքենան ինչ պետք անես, որ ստուգես, ինչը ստուգես, որ եկեք չասենք ստուգել, այլ պատրաստվել ձմռանը։ Օրեր առաջ ես իմ տելեգրամյան հարթակում ունեի այդպիսի նյութ, նախ մառախուղի ժամանակ ինչպես վարել, որովհետև մի քանի օր է, որովհետև այդ վիճակն է քաղաքում։ Նախ պետք է այդ հեղուկների մասին մտածել, ձմռանը առավոտյան դուրս չգաս ու տեսնես մեքենան գործի չի ընկնում, չգիտեմ, -3 ջերմաստիճանի տակ թեկուզ։ Նախ այդ հակասառիչ հեղուկները պետք է լինեն, բացի անվադողերից անցնենք այդտեղ, ապակի օղողիչների հեղուկը պետք է փոխարինվի, բազային դրանք են, որ մեքենային անհրաժեշտ են, ինչպես մեզ տաք հագուստ, տաք գուլպաներ եւ այլն ձմռան համար։ Պետք է ունենան խոզանակ, բայց ոչ մեքենայի բեռնախցիկում, որտեղ շատ ժամանակ բեռնախցիկն չի բացվում, հա, ինչ որ տան, ինչ որ ձեռքի տակ հարմար ինչ որ վայրում, ու ամեն օր ավելի երկար ժամանակ տալ մեքենային արթնանալու համար, ոչ թե 3 րոպե, այլ 5 րոպե թողեք մեքենան աշխատի, որ կարողանանք հանգիստ վարել, ձեր մեքենային էլ չվնասեք, ինչքան էլ ոչ տապում եք։ Իսկ ձմեռային սխալ անվադողերի ընտրությունը ինչպես կարող է ազդել վթարների վրա։ Սխալ, եկեք այսպես ասեմ, բյուջեից է կախված, ինչպիսի անիվներ են ընտրում։ Միջին, օրինակ, եթե դիտարկենք միջին սեգմենտը 100,000 դրամով, կարող է 4 անիվ ունենալ իր մեքենայի համար։ Սխալը արդեն ռետինային չի լինի, եթե ընտրել է մի անիվ, չեմ կարծում ինչ-որ միտեղ գնա անիվներ փոխելու, իրան ոչ ռետինային անիվներ տան ձմեռայինի դիմաց, այդտեղ սխալ գրեթե 0-ի է հավասարեցված։ Մարդը ինքը չի գնում ընտրում, ասում չէ ինձ էս անիվը, ասում է ձմեռային անվադող չէ, ասում են արդեն ընտրի, որ գնային սեգմենտում ինչ մագնիսիկ նախընտրում։ Իսկ եթե այս ձմռանը բոլոր վարորդներին այսպես խորհուրդ տայք, որ խորհուրդը կլիներ դա։ Միշտ եմ տալիս այդ խորհուրդը, ձմեռը բացառություն չի,
միշտ մտածեք դիմացի մեքենայի մեջ գտնվող, չգիտեմ, ընտանիքի մասին, երեխաների մասին, այսինքն այդ պատասխանատվությունը վերցրեք ձեր վրա։ Միշտ ծմեր, ամառ կապ չունի։ Ու չասեմ էլ անձամբ ձեր երեխայի, ձեր անձի հանդեպ պատասխանատվությունը մեքենաների մեջ գիտենք ինչ է կատարվում, երեխաները ոնց պատահի նստում են, բնականաբար ձմռանն էլ քանի որ շատանում է ռիսկը վթարների, ամուր պահեք ձեր երեխաներին ու ձեզ ամրակապեք, ոչինչ թող մի քիչ ձեր կոստյումը կամ հագուստը ինչ որ ճմրթվի։ Այո։ Հա, շատերը դրանից են խուսափում։ Իհարկե, միանշանակ անվտանգությունը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է ու դրանից այնքան չկա ոչ մի բան։ Եթե դու արել ես ամեն բան, բայց հնարավոր չէր խուսափել վթարից, ու հիմնական ձմռանը բարձր արագություն չկա, շատ անվնաս վթարներ են լինում, կյանքերի հետ կապ չունենում մեծամասամբ քաղաքային վթարները, բայց եթե հնարավոր չէր ոչ մի կերպ խուսափել վթարից, ուղղակի տիրողություն ընդունես, չգիտեմ, մեքենադ նորմալ սարքես, ինչ որ մեծ, ինչ որ բան չսարքես դրանից, էլի, այսպես ասած, տրագեդիա չդառնա դա։ Զուտ նույնիսկ ինչ լինի, երկաթին թող լինի, հա, դուք ձեզ անվտանգ պահեք ամեն դեպքում, ինչը ձեզնից է հասնում։ Մնացածը արդեն պետական մարմիններ, էսկով մենկով իրանք կլուծեն։ Իսկ այսպես որ համեմատական եք անցկացնում, կին վարորդները ավելի շատանում են, չէ՞ գնալով։ Իհարկե։ Ավելի, եթե 10 տարի առաջ ու այսօր վիճակագրություն բերենք, իհարկե լուսացույցի տակ 10-ից 7-ը կին վարորդներ են։ Դե ինչ, ցավոք սրտի մեր ժամանակն է մոտենում իր ավարտին ու վստահ դուք էլ լավ գիտեք, որ քաղաքապետարանը նոր հանձնախումբ է ստեղծում, որը որ պետք է մտածի մեխանիզմներ մեր քաղաքի երթևեկությունը կարգավորելու, մեր խցանումները թեթևացնելու, նաև քննարկում է գնում LED լուսարձակների վերաբերյալ, որոնք պետք է կամ, չգիտեմ, արգելվեն կամ փոխարինվեն կամ գոնե վարորդները հասկանան, որ տեղադրելուց հետո կարելի է պարզապես գնալ եւ մի փոքրիկ գումար տալ եւ կարգավորել այդ լուսարձակները։ Չնայած չեմ մեղադրում շատերին, որովհետեւ կան մայրուղիներ, կան ճանապարհներ, որտեղ լուսավորություն չկա ու մարդիկ ստիպված երևի դնում են այդ ուժեղ լուսարձակները, բայց չեն մտածում, որ դիմացինին են խանգարում եւ վնասում։ Եվ եւս մի կարեւոր կամ խնդիր կա, որը որ կնշեք այս սրանց հետ սրանց կողքին։ Տեսեք, այս պահին տեսնում եմ լուծումներ, արդեն կատարվում են երթևեկության մեջ, շատ տեղեր երթևեկության կազմակերպման փոփոխություն ա լինում, եկեք, եթե միշտ ինչ-որ տեղում մարդը կայանում է ու հանկարծ կպավ պետությունը, այսպես ասած, իր կայանման վայրին, իհարկե նա բորբոքվելու է։ Ես էլ եմ նույն քաղաքում ապրում, շատ մեծ, չգիտեմ, կիլոմետրաժ եմ օրական վարում, 100 կիլոմետրի չափով օրական, բայց ես չեմ բողոքում այդպիսի փոփոխություններից, որովհետև գիտեմ, որ այսօր մենք կնեղվենք, բայց չգիտեմ 6 տարի հետո այս նոր սերունդը լրիվ ուրիշ պայմաններում է ապրելու։ Եկեք մի քիչ հանդուրժող լինենք այս փոփոխություններին, հասկանանք ինչ են անում։ Եթե ինչ-որ տեղ թերանան, այնքան ենք մենք բողոքում, որ միանգամից փորձում են շտկել։ Ես շատ դրական փոփոխություններ եմ տեսել խաչմերուկների կազմակերպման, երթևեկության կազմակերպման մեջ, շատ լավ բաներ են մտածում։ Ինչի՞ չէ, մենք էլ պետք է իրանց օգնենք շատ լավ բաներ մտածել։ Նույնիսկ համբերատար։ Հա, մենք բոլորս գիտենք, մենք պրոֆեսորներ ենք, իրականում մենք ոչ ամեն ինչ հասկանում ենք, իրենք ոչինչ չեն հասկանում, բայց հավատացեք, այնտեղ խելացի գլխով մարդիկ էլ կան նստած, ովքեր գիտեն ավելի ճիշտ ինչպես լուծում տալ։ Եթե ինչ-որ բան սխալ կազմակերպեն, հաստատ մեկ շաբաթում փորձելու են շտկել արագ, որովհետև իրոք անհնար է դառնալու ինչ-որ մի բան, եթե իրոք սխալ է դա։ Իսկ ոչ մաքուր աշխատանքի հետ կապված շատ են լինում վթարներ, օրինակ օրեր առաջ Բաբայան Ազատության փողոցների խաչմերուկում կղզյակներ են ավելացրել, բայց առանց լուսավորության, առանց ինչ-որ վտանգի նշման, մեքենաները գնում բախվում են, վթարվում են, բայց էլ եմ ասում, ես էլ ամեն օր տեղով երթևեկում եմ, բայց չեմ վթարվում։ Մի քիչ վարորդների ուշադրությունը կարելի է նաև տեղը բերել, միայն պետությունը չի մեղավոր ամեն ինչու։ Եվ խնդրում եմ, այդ խցանումների մեջ ու այդ երթևեկության մեջ պետք չէ երրորդ գծով գնալ TikTok անել, SMS գրել, գրել, սերիալ նայել։ Երկրի կարևոր հարցերը քննարկել։ Եվ իրականում դա սերով պայմանավորված չէ, միանշանակ։ Դա ընդհանրապես վարորդի հնարավորություն տկած ունենալու նուրբ արվեստն է։ Երբ որ մարդը ուղղակի թեկուզ բարձր արագությամբ ճանապարհին կտրուկ արգելակում է, որտեղ իրան այդ խանութներ պետք ու ինքը չի նայում իր հետևին, ինչ էր կատարվում։ Մտածում եմ միայն իր մասին։ Այո, իրենք աշխարհում միայնակ են երթևեկում են ամբողջ երթևեկությունը։ Իրենք վարում են։ Աշխարհն իրեն շուրջ է պատտվում, իրենց այդ խանութը պետք է այդ պահին։ Հա, էլի վերադառնում ենք անձերին։ Ամեն մեկի պատասխանատվությունն է, բայց դե գիտենք, որ այդպեսին չեն էլ լսելու ես եթերը գուցե շատերը, չէ՞ որ ինչ որ բան փոխեն իրենց մեջ։
չգիտեմ, ես առաջինը դնում եմ անձերի վրա։ Շնորհակալ ենք շատ Սոնա, որ ժամանակ եք գտել եկել եք մեր մոտ, եւս մեկ անգամ հիշեցնենք, որ մեր հյուրն էր գլխավոր ճանապարհ ավտոդպրոցի հիմնադիր տնօրեն, ավտոհրահանգիչ Սոնա Հաղվերդյանը։ Ֆանտաստիկ մարդ։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալ եմ ձեզ հրավերի համար։ Եվ գեղեցկուհի։ Ձեզ լավ օրվա շարունակություն ենք ցանկանում, իսկ մեր հեռուստադիտողին ուզում ենք ասել, որ վաղը ձեզ հետ կլինեն մեր մյուս գործընկերները Քրիստինան եւ Թերեզան։ Ձեզ լավ օրվա շարունակություն։